Քանի որ մեր հայկական իրականության մեջ ներքին օրգաններ ասված է հիմնականում վերաբերվում է արգանդ, արգանդափողեր, արգանդի վզիկ ձվարաներ, այնքան ենք մենք այդ բանը թեմայի շուրջ պտտվում, շատ հաճախ կանայք չեն ասում հեռացված եմ ներքին օրգան, ասում կանանցից հեռացրված, մի հատն են ավել եք ասում արգելնից, ինչև է։ Եթե ներքին օրգանների հեռացում մենք նկատի ունենք ռեպրոդուկտիվ բազմացման ֆունկցիայի օրգանների հեռացումը, իդեմս արգանդ, արգանդափողեր, ձվարաններ եւ հավելումներ, որոնց հեռացումը կարող է իրականացվել ամենատարբեր պատճառներով, օրինակ փողերի հեռացումը կարող է իրականացվել արտարգանդային հղիության պատճառով, արգանդը կարող է հեռացվել տարբեր բարորակ եւ չարորակ գոյացությունների պատճառով եւ այլն, դրանք գինեկոլոգիական հարցեր են։ Ինֆեկցիաներով կարելի է եւ կվարակվեք անխուսափելիորեն ներքին օրգանների հեռացումը որևէ ձևով չի խոչընդոտում ձեզ ինֆեկցիաների վարակումից, ինչպես նաեւ շատերը վերջերս կարծում էին, որ եւ կոմենտներում եւ կարդացի եւ մեկնաբանություններում տեսա, որ սպիրալը պաշտպանում է սեռավարակների, ժողովուրդ չկա նման բան, ոնց կարելի է 21-րդ դարում այսքան հագեցած ինֆորմացիայի դարում շարունակել մտածել, որ սպիրալը կարա մարդուն պաշտպանի սեռավարակ, չի, սեռավարակով, երբ որ դուք ունենում եք հարաբերություն եւ ձեր կողակիցը ունի սեռավարակ, այդ սեռավարակները առնանդամի սկզբնական հատվածում եղած լորձի միջոցով, այնուհետ սերմնահեղուկի միջոցով, թլիպի տակ հավաքված միկրոբները հարաբերության ընթացքում արդեն իսկ անցնում են ձեզ եւ ախտահարում են հեշտոցի լորձաթաղանթ, իհարկե կարող են նաեւ ախտահարել միզուկ, այնտեղից բարձրանալ նաեւ միզապարկ։ Եվս մեկ թյուրիմացության շտկում անենք, շատերը կարծում են, որ եթե սերմնաժայթքում տեղի չունեցե, հնարավոր չի վարակվել, բացարձակապես կապ չունի։ Միկրոբներն ապրում են ամենուր, լորձի մեջ, մաշկի վրա, գլխիկի, ամենուր են ապրում։ Եվ այդ միկրոբները մեր օրգանիզմում, եթե մենք ունենք վարակված ենք ինչ-որ իրան, դեռ միլիոնավոր քանակությամբ են։ Եվ ինչպես նաև շատ թյուրիմացաբար շատերը կարծում են, թե հարաբերությունը կիսատ է լինում, հա, մոդակա ինչ-որ հարաբերությունները առնանդամը մի մասն է գնում ներս, որ չվնասվի կուսաթաղանթը, իմ համար մի քիչ անհասկանալի է այդ հարաբերությունը, իմաստը ինչ ունեկանում, բայց ինչև է, էդ էլ չի պաշտպանում։ Էդ էլ չի պաշտպանում սեռավարակներից պաշտպանվելու համար ընդհանրապես պետք է հարաբերություններ ունենալ պահպանակով, եթե դուք ռիսկային անձանց հետ եք հարաբերություններ ունենում, իսկ եթե չէ, ուղղակի պետք է երկուստ էլ լինեք առողջ եւ չունենաք որևէ հիվանդություն։